Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել։ Տիկին Ալավերդյան, ասացեք խնդրեմ, այս ընտրությունները իրավական կամայականություն էին, թե ոչ։ Ոչ միայն այս ընտրությունները, այլ 95 թվականից սկսած մեր բոլոր ընտրությունները դա իրավական կամայականության, եթե կարելի ասել, փայլուն դրսևորումներ են, փայլուն եւ օրից օր ավելի զարգացող։ Այսինքն այն քողարկումները, այն տեխնոլոգիաները, որոնք որ օգտագործվում են, կարելի ասել կատարելագործված են արդեն շակերտներում այդ խոսքը դրական օգտագործենք այնպես մի աստիճանի, որոնք որ փաստորեն թույլ են տալիս միջազգային դիտորդներին իրենց իսկ մշակված չափանիշների, չափորոշիչների համեմատությամբ գնահատել որպես քայլ առաջ առնվազն կամ բավականին պես բարձր մակարդակի։ Իսկ իրականում կան քայլեր առաջ հետ մենք որտեղ ենք քայլում։ Ես կսեմ ժողովրդից, որը շատ կարևոր է։ Տեսեք, ես անմիջապես պետք է անցնեմ թվային, ոչ թե զուտ թիվը ասեմ, այլ հարաբերակցությունները։ Ես 95 թվականից ամեն անգամ, երբ որ ժողովուրդը շատ այն պրոտեստային մասը, ամեն անգամ ընկնում էր այսպես շատ ծանր վիճակի մեջ, որ ընտրել են մեկին կամ այս մի ուժը իսկ ընտրվել է կամ անցել է պաշտոնին մեկ այլը, ես միշտ հաշվել եմ, քանի ինչ համամասնությամբ են ձայները տվել անմիջապես իրեն իշխանական թեև կոչված անձ լինի թե ուժ, եւ նրանց, ովքեր որ տալիս էին այդ համամասնության մեջ, ովքեր որ ձայնը տալիս էին ոչ իշխանության, առնվազն նրանց, ովքեր այդպես ելույթ էր ունենում, լինի դա օրինաց երկիրը, ես հիմա անուններով ասեմ, լինի դա Դաշնակցությունը ժամանակին, լինի դա Գեղամյան Արտաշեսի այդ ղեկավարող կուսակցությունը, մեկ է, եթե նրանք որպես ընդդիմադիր ուժ են Անկեղծ թե կեղծավոր կարևոր։ Անկեղծ թե կեղծավոր։ Ձայները տվել են անկախ նրանից անկեղծ թե կեղծավոր ընդդիմությանը եւ ամեն անգամ այդ թե աբսոլյուտ թվերով, թե հարաբերակցությունը անընդհատ մեծանում էր։ Այսինքն ժողովուրդը արժե այսօր մենք եւս մեկ անգամ ձոնենք մեր ժողովրդի այդ ոչ միայն համբերատարությունը, այլ այդ որոշակիությունը իր իրավունքների համար գնալ եւ ընտրել ոչ իշխանությանը, ես համոզված եմ, որ դա իշխանության համար քայլ առաջ է այդ առումով, որ չնայած ամեն անգամ իրեն չեն թույլ տալիս, որ իրապես հաղթած քաղաքական ուժը կամ անձը վերջապես անցնի իր լիազորություններին եւ կատարի այն գործողությունները, որոնք պետք է անեն, նա մեկ է եւս մեկ անգամ դուրս է գալիս եւ քվեարկում է իշխանության դեմ։ Եվ պետք է ասեմ, որ անգամ այսօր, որ դա ուզում են օգտագործել ինչպես Ռաֆիի դեմ, որ Ռաֆիին չի տրված, շատ կներեք, դա երկրորդական է։ Սա շատ երկրորդական է։ Այլևս չեմ ասում, որ Ռաֆի Հովհաննիսյանը իր անձնային բնութագրերով, իր որակներով վերին աստիճանի հոգեհարազատ է մեր ժողովրդի բավականին ստվար զանգվածի։ Անգամ ուշադրություն դարձնենք, որ իշխանության ներկայացուցիչները, որոնք վիճարկում են այդ թվերը եւ ասում են, որ ճիշտ է արդյունքները, մեկ է բոլորը ընդգծում են անձնական Ռաֆիի անձնապես որպես անձի բարոյական բարձր որակները։ Ինչ որ բան կտա այդ բարոյական բարձր որակները, որ նա, ասենք, չի հայհոյում, չի ասում ավազակապետություն կամ, չգիտեմ, հանցագործ իշխանություն, ասում է իմ կողմից հարգված նախագահ կամ դա ինչ որ դեպի լավն է տանելու, թե դեպի վատը։ Եթե կարելի է, ես հարցի պատասխանը հետեւյալը տամ։ Ես համոզմունք ունեմ եւ տվյալ դեպքում ամեն ինչը իրապես այսօր կախված է զուտ իշխանությունից, որ Ռաֆի Հովհաննիսյանը երբեք չի գնալու էքսցեսներով սցենարների։ Երբ որ ասում ես ոչ բախումնային, կարծես թե մերժում ես եւ կարծիքների բախումը։ Իրականում ես համոզված եմ, որ Ռաֆի Հովհաննիսյան անձը չի տանելու գործողությունների այդ բախումնային սցենարով զարգացումներին։ Այնպես որ ինչ էլ որ այսօր ասեն մեկ-մեկը իշխանական թևից ներկայացուցիչները ասում են, որ գիտեք, որ այդպես չի կարելի անիվը պտտում եք եւ այլն, ամենևին տվյալ դեպքում հստակ երևում է, որ եթե անիվը պտտացնելու մասին ենք խոսում, այսպես կոչված թափահարելու համակարգը, այսօր դա միայն ու միայն իշխանության
կողմն է անում։ Անկամ մարտի 1-ի եւ 2008 թվականի, երբ որ եղել են էլիզուտ անձնական առումով առաջին նախագահի որակները, կարող է ես այսօր պետք է բնութագրեմ որպես ավելի գնացող սրացումների, ավելի միտված, մեկ է պատասխանատվությունը իշխանությանն էր։ Եկեք հստակեցնենք, չստացվի, որ ես այսօր այլ կարծիք եմ արտահայտում, բայց այսօր եւ անձնական որակների պատճառով կրկնում եմ, այսօր իշխանությունը պետք է հասկանա, ինքը պետք է անի այնպիսի քայլեր, ոչ թե խոստումներ տա, այլ իրական քայլերով ցույց տա, որ ինքը պատրաստ է համակարգային փոփոխություններ անելուն։ Ես միշտ կխափի, կասի որ կանեմ ու կխափի։ Այո, այսօր խոսքին հավատալը ավելի քան կործանարար է։ Կործանարար է իդեպ եւ իշխանության համար։ Հենց իշխանությունը պետք է իր վրա վերցնի այդ պարզ մի իրավիճակը։ Ես ուզում եմ հասկանալ, միթե իշխանությանը եւ հանձինս անձամբ Սերժ Սարգսյանին այսօր պետք է այս որակի ազգային ժողովը արդյոք ինքը չի կարող այսօր սկսել այն գործընթացը, որով կկատարի այն խոստումը, որը տվել է խորհրդարանականից նախընտրականի ժամանակ, որ այլևս նրանք, ովքեր օլիգարխիկ եւ այլն դրսևորումներով շատ անգամ իրոք քրեա օլիգարխիկ, որ նրանք տեղ չեն ունենալու ազգային ժողովում։ Տեսեք, ինքը չի ասել բոլորին ես կպատժեմ կամ օրենքը կգործի։ Առնվազն պետք է հստակեցնենք, որ դա չի կարող լինել падգամավոր թե օրենսդրական դաշտի պահանջներով եւ թե բարոյական դաշտի, եթե չի կարողանում գտնել իր մեջ գործող նախագահը, այսօր նա օրենքով գործող նախագահ է եւ չի կարողանալու դա անի, դա հստակ թուլացում է ոչ միայն իշխանության, այլև մեր պետության։ Եվ նրանք, ովքեր այսօր խոսում են նրա մասին, որ ընդդիմությունը, այսպես ասած, պետության հիմքերը չի թույլ չի տալիս բարեփոխումներ արվեն, կներեք, դա միամտություն է եւ իրենց կողմից, բայց այսօր ժողովուրդը եւ հասարակությունը մասնավորապես մի այդքան միամիտ չէ։ Ասացեք խնդրեմ, իսկ ինչու Սերժ Սարգսյանը խոստացավ, չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ ազատվել քրեա օլիգարխիկ այդ կերպարներից եւ այնուամենայնիվ նրանք դարձան հանրապետական падգամավորներ։ Գիտեք, ես պետք է մի քիչ փոքր-ինչ իմ սկզբունքներից մի փոքր-ինչ զիջեմ սկզբունքներս եւ չունենալով փաստային ձերքիս ուրեմն որևէ նյութեր, ես պետք է ասեմ ընկալումների լեզվով։ Հիմա ժողովրդի կողմից ընկալվում են որպես օլիգարխիկ եւ ոչ օրենքով գործող անձիկ այնպիսիները, որոնք անմիջական հարազատներն են գործող նախագահի։ Խոսքը գնում է եղբոր մասին գործող նախագահի։ Այսինքն մենք ասում ենք, որ եթե ինքը կարողացել է այսօր այդ падգամավորական այդպիսի պաշտոնից հեռացնել, ապա մյուս քայլը նա է, եթե նա իրապես լի է վճռականությամբ, թույլ չտա, որևէ մեկը ինչ չի համոզի, որ սա ամեն ինչ օրենքն է գործում։ Սա թույլ տրված ընդգրկում է այդ մարդկանց։ Ես կարծում եմ այստեղ կա մի կապ, որը որ կործանարար է եւ անձի համար, տվյալ դեպքում գործող նախագահի եւ իշխանական ուժի համար։ Այսինքն կան այնպիսի շահկապված հարաբերություններ, որտեղ որ այդպես էլ չգտավ իր մեջ քաղաքական կամք գործող նախագահը, որ վերջ դնի այս որակով, այս որակներով ազգային ժողով ունենալու այս գործընթացին։ Եվ սա ընկալվում է որպես իշխանության թուլություն, ոչ թե ուժ։ Ահա սա է տանում ժողովրդին դեպի ընտրական այդ գործընթացներում, դեպի ընտրություններ եւ ընտրում են դեմ իշխանության։ Ասում են, եթե դու չես կարողանում մի քանի բան քայլեր անես, ես ինչի պետք է քեզ վստահեմ եւս 5 տարի։ Եվ այստեղ կապ չունի, որ ասում են, սա է իրավական ճանապարհ է, օրինական եւ այլն սահմանադրական դատարանով։ Ես ցավոք սրտով պետք է ասեմ, որ սահմանադրական դատարանի մեխանիզմներին էլ արդեն անվստահություն կա։ Այսինքն անվստահությունն է քայքայիչ գործոնը։ Եվ եթե այսօր իր մեջ ուժ գտնի գործող նախագահը եւ անի
քայլեր, որոնք ցույց կտան, որ ինքը պատրաստ է հրաժարվել կառավարության, այսինքն կառավարության հրաժարականը ընդունել, եթե իր մեջ ուժ գտնի կառավարությունը դա անի, որտեղ ինքը տեսնում է, որ այս աշխարհաքաղաքական վիճակում չի կարելի շարունակել դիմադրությունը ժողովրդին։ Այսօր իշխանությունը ընդդիմանում է ժողովրդի մեծ ստվար զանգվածին։ Դուք ասացիք իրավականը չի անցնում, սահմանադրականը չեն հավատում Իրան, իսկ բացի իրավականից ուրիշ ճանապարհ կա։ Կա այն նաև, որ կոչվում է քաղաքացիական հասարակության բաց գործընթացներով գնալ քաղաքական լուրջ գործընթացների։ Վերջապես մենք գիտենք, որ անգամ Արցախի հարցը ասում են զուտ իրավական ճանապարհով հնարավոր չի լուծել, որովհետև կյանքը զարգանում է եւ քաղաքական շահերի պահանջներով եւ թելադրանքով։ Ինչն է խնդիրը այստեղ։ Եթե մենք པարզ պատկերացնում ենք խնդիրը, եթե մենք տեսնում ենք, որ շատ մեխանիզմներ ուղղակի ինկորպորացված են թե օրենսդրական դաշտի մեջ, մինչև անգամ սահմանադրության մեջ, եւ չի թույլ տալիս պետության կայացմանը գնալ զուտ իրավական ճանապարհով, ով է ասել, որ պետք է մերժվեն քաղաքական ոչ թե պայմանավորվածությունները, այլ բանակցությունները, բայց ի տարբերություն ՀԱԿ իշխանություն բանակցություններին, որոնք փաստորեն եղել են երկխոսության, փաստորեն որոնք ընթացել են այս քաղաքացիական դաշտից դուրս եւ տեսանելի չեն եղել ինչպես այդպիսինը։ Ես գտնում եմ, որ այստեղ մարտավարությունը այսօր շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև ռազմավարությունը հասկանալի է, արդեն երկու կողմերն էլ արտահայտել են ռազմավարությունը որն է։ Այսօր մարտավարությունն է կարևոր եւ մարտավարությունը հետեւյալը պետք է լինի, պետք է բաց երկխոսության այդ ճանապարհով, որ իրազեկված լինի ընդլայնված մի ֆորմատով, ոչ թե երկու անձի խոսակցություն ընթանա, ընդ որում զանգվածային լրատվական միջոցներից դուրս անհասկանալի է ինձ այդ գաղտնիության ավելի քան տարօրինակ ֆորմատը։ Ես գտնում եմ, որ չի կարելի մերժել, կրկնում եմ, այդ ինչու դուք Արցախի հարցում կընդունեք, որ կարելի է քաղաքական դաշտում լուծումներ փնտրել, իսկ չի կարելի քաղաքական դաշտում լուծումներ փնտրել ներքին հարցերը լուծելու համար։ Խոսակցություն տեղի ունեցավ, չէ՞, գործող նախագահի եւ Ռաֆիկ Հովհաննիսյանի միջեւ, այդ խոսակցությունը պետք է այդ պահին տեղի ունենար, թե մի քիչ պետք է ուժեղանալ, հա, ժողովրդի աջակցությունը ստանալ, չգիտեմ, հազարավոր մարդկանց հավաքել եւ նոր ավելի ուժեղ ձևով գնալ այդ երկխոսության։ Խոսքը ստերեոտին գնում է ճնշումների ճանապարհով զուտ գնալ, թե փորձել ցույց տալ, որ ընդդիմադիր կողմը, այսօր ընդդիմադիր կողմը պատրաստ է եւ քաղաքակիրթ այդպիսի բանակցություններ կամ երկխոսություն, ես օրինակ միշտ կմնամ քաղաքակիրթ ձևերի մեջ, որովհետեւ եւ այն, որ մենք դիմադրությունը ցույց տվեց, ավարտվեց բավականին ծանր ձևով, ընդ որում ավարտվեց ծանր եւ ոչ միայն նրանով, որ 10 զոհ ունեցանք, այլ որ հետագայում չկարողացանք այն նույն ուժգնությունը պաշտպանել եւ վերջապես հանցագործներին, անմիջապես կատարողներին եւ հրահանգ տվողներին պատժելիության սկզբունքով պատասխանատվության հրավիրել։ Այսինքն ես կողմնակից եմ այդ քաղաքակիրթ մեթոդներին, դեմ եմ, որ դրանք լինում են հասարակության աչքից հեռու։ Կրկնում եմ, մարտավարությունը այսօր ուղղակի պահանջում է, որ եւ իշխանության ներկայացուցիչները եւ ընդդիմությունը մերժի այս երկխոսությունները։ Պետք է դա լինի, թե ինչպես ֆորմատ կգտնեն։ Օրինակի համար ժառանգությունը երկար ժամանակ մտցրել է նոր մեթոդ, նոր մշակույթ։ Որն էր դա։ Դա այդ քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերի հետ որևէ նվաճում գրանցելը։ Տվյալ դեպքում ես կարծում եմ, որ պետք է որ այդ ճանապարհը լինի ավելի հստակ եւ պետք է այդ բայը օգտագործեմ եւ տվյալ դեպքում Ռաֆիկ Հովհաննիսյանը ինչպես այս շարժման գլխում կանգնած անձ առնվազն կանոնակարգող պետք է ավելի որոշակիացնի, թե իր կարգախոսները, թե քայլերը,
որովհետև անորոշությունը շատ պահանջված է լինում որոշ ժամանակներ եւ առժամանակ, բայց երկարատև անորոշությունը բերում է ուժերի ջլատման եւ ավելի այդպես համոզմունքի մի կողմից ժողովրդի, որ այս անգամ էլ չստացվեց եւ իշխանության կողմից, որ սա էլ այսպես փակենք այս էջն էլ փակենք։ Ասացեք խնդրեմ, 3 արդյունք կարելի է ակնկալել այդ երկխոսություն։ Ուրեմն Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, Սահմանադրական դատարանի վրա, ինչպես ասացիք, հույս չենք դնում։ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ազգային ժողովը ցրվում է, վարչապետ է նշանակում Ռաֆի Հովհաննիսյանը կամ նրա թիմակիցը։ Այդ 3-ից ո՞րն է ըստ ձեզ իրատեսական։ Ես չեմ կարծում, որ այդ 3-ից պետք է լինի։ Ես համոզված եմ, որ կա ճանապարհ, ինչպես ես ասացի, որտեղ որ լծակները գործող իշխանության այնպիսին են, որ կարելի է օգտագործել։ Ի վերջո ժողովրդի պահանջի մեջ կա կառավարությունից դժգոհություն, այսինքն կառավարության հրաժարականը, թե ով կլինի վարչապետ, ես թողնում եմ այդ հարցը բաց։ Վատթարագույն կարող է սցենարը լինի, եթե դա ավարտվի Ռաֆի Հովհաննիսյանի վարչապետ նշանակել։ Անշուշտ, եւ ընդ որում որևէ մի բան հնարավոր չի փոխել այն առումով, որ համակարգային փոփոխությունները չեն կարող վրա հասնեն։ Եկեք հստակեցնենք, որ անշուշտ մենք մի լավ սցենար, այսպես ասած, չօգտագործվեց նույն ժառանգության եւ ընդդիմության կողմից։ Դա խորհրդարանական ընտրություններն են։ Խորհրդարանական ընտրությունները 2012 թվականի դա բախտորոշ էր այն առումով, որ չկարողացավ ընդդիմությունը միավորվել, ջլատեց բոլոր ուժերը եւ մենք ունեցանք այն հարաբերակցությունը խորհրդարանում, որ այսօր ունենք։ Անկամ ես չեմ կարծում, որ դա զուտ այն մեծամասնական ընտրությունների շնորհիվ էր։ Ես կարծում եմ միասնական տեխնացու չունենալն էր, միասնական ցուցակով հանդես չգալն էր, որովհետեւ այսօր այն խանգարող հանգամանքներից ամենաուժեղը դա ազգային ժողովի կարծրացած այսպես դիրքն է, որը գրավել է, ինչը նրանք ցուցաբերեցին 2 անգամ առնվազն բոյկոտելով այն արտահերթ այո այդ դեպքը եւ էթիկական հանձնաժողովում թույլ դիրքերից հանդես գալով չունենալով թվային մեծամասնություն ստեղծել այնպիսի իրավիճակ, որ վիճարկեն այդ իրավիճակը։ Այս սա է, այսինքն այսօր ես գտնում եմ, որ ահա այդ ճանապարհով պետք է գնա։ Ասում են, թե ինչպես պետք է օրինակի համար լուծարվի այս ազգային ժողովը եւ հայտարարվի։ Կան բավականին հստակ միջոցներ, հստակ դրվագներ։ Մյուսը ես ասեմ, որ եկեք հիշենք, որ միշտ հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս իր ղեկավարի գլխավորությամբ, որպես միասնական ուժ, ահա թող այդ միասնական ուժը ինքը հենց այդ ճանապարհով գնա։ Այդ ժամանակ մենք կհասկանանք, որ ոչ միայն չի կարողանում ինչ-ինչ օրենսդրական դաշտի մեջ նախագահը նոր ընտրություններ նշանակել խորհրդարանական, այլ չի ուզում անձամբ ինքը եւ չկա միասնություն հանրապետական կուսակցության մեջ։ Միասնություն, որը կարտացոլի հասարակական շահը, այսինքն հստակ այսօր մարտահրավեր է նետել հերթական անգամ այդ չկորցնող իր ուժն ու եռանդը չկորցնող ժողովրդի այդ մասը մարտահրավեր է նետել հենց գործող իշխանությանը եւ այդ կուսակցությանը հանրապետական։ Եկեք հստակեցնենք, որ այդ ճանապարհը ամենաարդյունավետն է, որ գնան մի հստակ խնդրով, որ երրորդ անգամն է, որ արտահայտվում է անվստահությունը ժողովրդի կողմից իշխանության հանդեպ։ Արդյոք չի կարելի այդ առողջ ուժերը հանրապետական կուսակցությունում ուր են։ Ես համոզված եմ, որ բոլոր կուսակցություններում գոյություն ունեն այն ուժերը, որոնք որ հստակ հասկանում են, որ այս ճանապարհը մեզ տանում է դեպի
չեմ սիրում աղետալի սցենարներ, բայց չի տանում դեպի, այո, գիտեք, չի տանում դեպի իրավական պետության կայացումը, ավելի լավ է։ Այսպիսի մի հարց է տալիս հեռուստադիտողը, արդյոք չեք փոշմանել, որ դուրս եք եկել ժառանգությունից, այսինքն նա կարծում է, որ դուք անդամ եք, բայց ես ասեմ, սիրելի հեռուստադիտող Տիկին Ալարդյանը այդ կուսակցության անդամը չէր։ Եվ միայն այն բանի համար, որ տեղ չեք չունեցաք ԱԺ-ում։ Շնորհակալություն, նախ եւ առաջ ես ընդհանրապես փոշմանող չեմ ոչ մի բանից, այլևս չեմ ասում, որ այո, ես երբևիցե որևէ կուսակցության անդամ չեմ եղել։ Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել որպես падգամավոր ժառանգության խմբակցության մեջ, ինձ համար դա մեծ պատիվ էր ընդհանրապես ունենալ այդպիսի գոլեգաներ, բայց երբ որ խոսքը գնում է նրա մասին, որ որտեղն եմ ես ունեցել, անգամ այդ տեղը չգիտի հարց տվողը, որովհետև ես չեմ հրաժարվել նրա համար։ Ես 41-րդը ես եմ ասել, որ ինձ գրեք 41-րդը, այսինքն դա այն տեղը չի, որը ինձ տրվել է։ Եվ երկրորդը, ես չեմ կապում իմ ապագան զուտ քաղաքական գործունեության հետ։ Կարծում եմ, որ եւ այսօր եւ մինչ ազգային ժողովում լինելը, ես մնում եմ այնտեղ, որտեղ հասարակության եւ ժողովրդի հոգսն է։ Այսօր էլ ես իմ տեղում եմ եւ կարծում եմ, որ չպետք է այդպիսի հարց ինձ տրվեր։ Ես ապացուցել եմ իմ կյանքով մեկ, որ գործը շատ է, անողն է քիչ։ Ես անողներից եմ։ Վերջին հարցը։ Ճիշտ ասած, շատերը այդ թվում եւ ես որոշ չափով ենթադրում ենք, որ կոպիտ եմ ասում, ժողովրդի զահլեն գնացել է այդ գնալ ընտրությունների եւ մասնակցել ընտրությունների եւ քվեարկել ուրեմն իշխանության դեմ, բայց չի գնացել։ Ինչու՞։ Այստեղ ես պետք է խոսեմ մեր մի թեզ ունեմ ես, երբեք չքննադատեք եւ չփնովեք իմ ժողովուրդը, երկիրս եւ հավատս, որովհետեւ դրանք իրոք այնպիսի արժեքներ են, որոնք աշխարհով մեկ ապացուցել են իրենց անանցելի այդ նշանակությունը։ Մեր ժողովրդի համար ցանկացած իշխանություն պետք է ամեն օր մոմ վառի, որովհետև այն համբերությունը, որ ինքը ձեռք է բերել դարեր շարունակ, անցնելով ամենածանր իրավիճակներով, իրեն մի բան հստակ հուշել է, մի դաս հաստատ քաղել է, չի կարելի ընդհանրապես հրաժարվել պայքարից, ամենամեղմ ձևով, բայց հետևողական լինել եւ մի օր անպայման կբացվի այդ լույսը։ Աստծո նախախնամության մասին ես միշտ սիրում եմ խոսել, բայց հիմա վախում եմ այդ լեզվով խոսել, ինչ որ չարաշահում են, կարծում եմ Աստծո անունը, եկեք պես ունայունության մեջ անունը չտանք։ Ես համոզված եմ, որ այն որակը, որը ձեռք է բերել ժողովուրդը դարեր շարունակ, ոչ միայն հլուհնազանդ լինելն է, ինչպես շատ անգամ այդպես արմատական ընդդիմություններ բնութագրում, այլ ձեռք է բերել այդ ունակությունը հստակ վերցրած ճանապարհով գնալ, միջև որ այդ ճանապարհով թեկուզ իրեն պարտադրած ճանապարհով ապացուցի, որ ինքն է ընտրողը, ինքն է կարգավորողը, ինքն է իշխանությունը։ Ես միշտ ձոնել եմ իմ ժողովրդի այդ կարծիքը, այդ որակը եւ այսօր եւս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր որ 95 թվականից պարլամենտական ընտրություններից 96-ից սկսած նախագահականից միշտ եղել է ազնիվ եւ տվել է իր ձայնը հանուն վասն այստեղ ասեմ, վասն Հայաստանի, վասն մեր ժողովրդի։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։